նշանակություն ունեն ալմազե ֆրեզաների կամ առհասարակ ֆրեզաների վրայի գույները, երբ որ տեղադրել էի այս հոլովակը բացատրում եմ, հետո ինձ շատ հասցրեցի, թե ինչու կարմիր նշումը դարձրեցի կապույտ, հիմա բացատրում եմ։ Առհասարակ, երբ որ ունենում ենք կապույտ նշումով ֆրեզա, դա ցույց է տալիս մեր ֆրեզայի վրայի գլիտերի խոշորությունը։ Կարմիր ֆրեզայինը ավելի մանր է, քան կապույտինը, դեղինը եւ սպիտակը ավելի մանր են, քան կարմիրինը, եւ առհասարակ ամենաունիվերսալ տարբերակ է համարվում կապույտը, բայց ցանկացած մատնարդար պետք է ունենա եւ կապույտ նշումով ֆրեզաներ եւ կարմիր նշումով ֆրեզաներ, բացատրում եմ ինչի համար։ Կապույտը ավելի կոպիտ մաշկի համար է, կոպիտ կուտիկուլայի համար է եւ շատ ու հաստ, իսկ կարմիրը ավելի նուրբ, ավելի զգայուն կուտիկուլայի համար է նախատեսված։ Եվ ես բոլորին եմ խորհուրդ տալիս, որ ունենան եւ կարմիր եւ կապույտ նշում ունեցող ալմազե ֆրեզաներ կուտիկուլայի համար, բայց առհասարակ, եթե ձեր ձեռքը սովորում է կապույտին եւ ավելի ունիվերսալ է ձեզ համար կապույտը, արդեն բնականաբար ըստ ձեր ձեռքի աշխատանքի դուք կարողանում եք ստանալ այն աշխատանքը, ինչ որ ձեզ անհրաժեշտ է։ Այսինքն, անգամ եթե ինձ մոտ եկել է ավելի նուրբ կուտիկուլայով հաճախորդ, կարմիր ֆրեզայի փոխարեն ես կարող եմ աշխատել կապույտով, բայց իմ ձեռքի աշխատանքն է փոխվում, բորապարատի հզորությունն է փոխվում այդ դեպքում, ավելի նուրբ է աշխատում, ավելի զգայուն կուտիկուլայի հետ։ Ապրիլի 1-ից սկսվում է իմ օնլայն դասընթացը, որը 2 ամսյա է եւ 2 ամսվա համար դուք վճարում եք ընդամենը 25000 դրամ։ Նմանատիպ մանր տեխնիկական, թեորիա, գրավոր, նյութաբանություն, ինչպես նաեւ պրակտիկ աշխատանք եք դուք տեսնելու եւ անելու։ Լինում է նաեւ տնային հանձնարարություններ։ Ում որ հետաքրքրում է տվյալ դասընթացը եւ ցանկանում է մասնակցել, մեկնաբանությունների բաժնում գրեք ապրիլ բառը եւ մեր SM մասնագետը ձեզ կուղարկի ամբողջական պայմանները դասընթացի հետ կապված։